Գոյամարտ սերիալում իրադարձությունները բառացիորեն դուրս են գալիս վերահսկողությունից։ Եթե մինչև հիմա թվում էր, թե հերոսները դեռ ինչ-որ սահմաններ ունեն, ապա վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմն արդեն անցել է ամենավտանգավոր փուլը։ Այստեղ այլևս խոսքը միայն ընտանեկան կոնֆլիկտների մասին չէ, սա դարձել է հոգեբանական, ֆիզիկական ու անձնական հաշվեհարդարի պատմություն, որտեղ յուրաքանչյուր հերոս պատրաստ է գնալ մինչև վերջ։ Վերջին կադրերը հատկապես ցնցող էին։ Հունանն ու Արամը Էռնեի օգնությամբ Ավոյին քննաբեր են տալիս ու մեքենայով տանում։ Սա արդեն շատ կարևոր շրջադարձ էր, որովհետև երկար ժամանակ հենց Ավոն էր վերահսկում իրավիճակը, հենց նա էր խաղում մյուսների նյարդերի հետ, մանիպուլացնում, վախեցնում, հարվածում ամենացավոտ կետերին։ Բայց այս անգամ Հունանը որոշել էր անցնել հակահարձակման։ Եվ թվում էր վերջապես կարողացել է բռնել Ավոյին, սակայն հենց այստեղ է երևում Ավոյի ամենավտանգավոր կողմը։ Նա երբեք այնքան անպաշտպան չէ, որքան թվում է։ Ավոն ձևացնում է, թե քնած է, եւ սա շատ խոսուն դրվագ է։ Նա նույնիսկ այդ վիճակում փորձում է մտածել, հաշվարկել, սպասել ճիշտ պահին։ Սա սովորական վրեժխնդիր մարդու վարք չէ, սա մարդ է, ով ապրում է գոյատևման ռեժիմում։ Նա ամբողջ կյանքում սովորել է չվստահել ոչ մեկին, եւ հենց այդ պատճառով էլ նույնիսկ քնաբերի ազդեցության տակ կարողանում է վերահսկել իրեն։ Տեսարանը մեքենայում բառացիորեն շոկային էր։ Հունանը մի պահ դուրս է գալիս մեքենայից ինչ-որ գնումներ կատարելու, եւ հենց այդ վայրկյանին Ավոն անցնում է գործողության։ Նա մեքենայի մեջ եղած պարանով փորձում է խեղդել Արամին։ Այդ պահը շատ ծանր էր, որովհետև առաջին անգամ երևաց, թե որքան հեռու կարող է գնալ Ավոն։ Նրա ներսում այդ պահին գրեթե մարդկային սահմաններ չեն մնացել։ Նա այլևս չի տարբերում ով է մեղավոր, ով ոչ։ Նրա համար բոլորը դարձել են պատերազմի մասնակիցներ։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև Արամի կերպարը։ Արամը վերջին սերիաներում ավելի ու ավելի կարևոր մարդ է դառնում պատմության մեջ։ Բարեբախտաբար Արամին ոչինչ չի լինում, բայց դա չի նշանակում, որ վտանգն անցել է, որովհետև հենց այդ պահին մեքենա է վերադառնում Հունանը եւ այստեղ տեղի է ունենում ամենաշոկային պահերից մեկը։ Ավոն երկաթյա ձողով հարվածում է Հունանի գլխին։ Այս տեսարանը շատ խորհրդանշական էր տարիներ շարունակ։ Հունանն էր ուժի դիրքում, նա էր վերահսկում մարդկանց կյանքերը, նա էր որոշում ճակատագրեր, բայց հիմա առաջին անգամ նա ինքն է դառնում անօգնական, եւ հենց դա է անում Ավոն, մարդ, ում Հունանը երկար ժամանակ թերագնահատում էր։ Հետո պարզվում է, որ Հունանն արդեն Ավոյի մոտ է եւ կապված։ Սա բառացիորեն իրավիճակների շրջադարձ է։ Եվ սա սերիալի ամենակարևոր հոգեբանական բախումներից մեկն է լինելու, որովհետև այս երկու կերպարները վաղուց արդեն պարզապես թշնամիներ չեն։ Երկուսն էլ շատ վտանգավոր են, բայց ամենակարևոր հարցը հիմա այն է, թե ինչ է պահանջելու Ավոն Հունանից, եւ այստեղ տարբեր վարկածներ կան։ Առաջին ու ամենահավանական տարբերակը, որ Ավոն կխլի Հունանի ողջ ունեցվածքն ու բիզնեսները։ Հնարավոր է նաև, որ Ավոն ստիպի Հունանին խոստովանել, թե տարիներ առաջ ինչ է արել, ինչպես է սպանել Ռաֆին, եւ փորձի ձայնագրել խոստովանությունը։ Վերջին սերիաներում Ավոն գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, նրա մեջ արդեն դժվար է տարբերել արդար վրեժն ու խելագար մոլուցքը, եւ հենց սա է ամենավտանգավորը։ Հետաքրքիր է նաև Էռնեի դերն այս ամենում։ Նա օգնեց Հունանին ու Արամին քնեցնել Ավոյին, բայց ամեն ինչ նորից դուրս եկավ վերահսկողությունից։ Էռնեն հիմա լրիվ կոտրված է ու հասկանում է, որ պետք է օգնի եղբորը։ Բայց արդյոք այս ամենն այսպես շարունակվելու է։ Այս պահին Լեոն ինքնակործանման ճանապարհին է։ Մանենը փորձում է գոյատևել Հունանի տանը, Լեան մոտենում է ամբողջ ճշմարտությանը, Դավիթ Պապն ապրում է անցյալի ու ներկայի ցավերի մեջ, եւ այս ամենի կենտրոնում հիմա նստած են Ավոն ու Հունանը, երկու մարդիկ, որոնց պատերազմը քանդել է մի ամբողջ աշխարհ։ Առաջիկա սերիաները հավանաբար լինելու են ամենածանրերից մեկը, որովհետև հիմա հարցը ոչ միայն այն է, թե ով կհաղթի, այլ այն, թե այս պատերազմից հետո ընդհանրապես ինչ-որ մեկը կմնա նույնը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, բաժանորդագրվել եւ իհարկե թողնել ձեր մեկնաբանությունը տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկա սերիաներում եւ արդյոք հնարավոր կլինի կանգնեցնել Լեոյին փողոցային մարտերից։
Ինչպես ասում են, ճակատագիրը կրկնվում է և իրադարձությունները նույնպես։ Լեոն գնում է հոր Ռաֆի ճանապարհով, նա մասնակցում է փողոցային մարտերին, որպեսզի գումար վաստակի, բայց հոր պարագայում ամեն ինչ այլ էր։ Հունանը երկաթյա ձողով հարվածում է Ռաֆին ու նա մահանում է՝ փոխարենը փրկելու իր երեխային։ Եվ այժմ նույն կարգավիճակում նրա որդին է Լեոն, ով պայքարում է ընտանիքի բարեկեցության համար։ Բայց փաստորեն Դավիթը հասավ ճիշտ ժամանակին։ Արդյոք Դավիթին կհաջողվի կանգնեցնել Լեոյին։ Ավոյին չհաջողվեց կանգնեցնել Ռաֆին։ Կլինի այս տարբերությունը գոնե այս հեռուստասերիալում, թե ոչ, կիմանաք շատ շուտով։